Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռն մխելիությունից, ԿԸՀ-ն բավարարեց դատախազության միջնորդությունը։ Ինչ նոր քրեական գործով են ցանկանում ներգրավել Ռոբերտ Քոչարյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի երկրորդ նախագահին անձեռն մխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաշինյանը խորհրդարանում դարձյալ խոսել է ջախջախելու մասին, ասում է արտաքին սպառնալիքները հաղթահարված են, մնացել է ընդդիմությունը։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհը։ Թուրանի ճանապարհը Սյունիքով, Թուրքիան նոր պահանջ է ներկայացնում Երևանին, Բաղչելիի աղմկահարույց հայտարարությունը։ Էքսկուրսիա գնացող ճամբարական երեխաների ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ։ Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը, ինչ մանրամասներ են հայտնի։ 4 ժամ քննարկելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց գլխավոր դատախազության ներկայացրած երկու միջնորդությունները՝ ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռն մխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել, շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը։ Այո, երկու միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ, մի հետաքրքիր հանգամանք էլ ասեմ ձեզ։ Խորին արգանքով ցանկացած աշխատանքին, բայց այո, զուտ ուղղակի որ աշխատանքը ընդգծեցիք, դրա համար ուզեցա նշել, մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, ձեզանից որևէ մեկը կարծես դրանից տեղեկացված չէր, մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Ընտրակաշառք տալու նախապատրաստություն։ Այո, նախապատրաստություն։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ ինչն է, որովհետև մեղադրանքից ընդհանրապես դա հասկանալի չէր, բայց ստացվում է մեղադրանքը նախապատրաստության մասին է, մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում, այսինքն ես նման միջնորդություն չէի տեսա։ Հանձնաժողովն այսօր քննարկելու է նաև ուժեղ Հայաստանի падգամավորի մեկ այլ թեկնածուի Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, միջնորդելով նաև թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Իսկ Հայաստան Դաշինքի падգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանի եւ Ազատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար, իսկ ինչ մեղադրանքով է մեկնաբանել է փաստաբանը։ Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին եւ վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության նիստով որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրա Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեքի համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։
Զուգահեռ խորհրդարանում ընթանում է գործող խորհրդարանի վերջին քառօրյա նստաշրջանը, որին ընդդիմությունը չի մասնակցում։ Քիչ առաջ ավարտվեց կառավարության հետ հարց ու պատասխանը։ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձել է ընդդիմադիր 3 ուժերի առաջնորդներին։ Նա պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն այսօր հաղթահարել է տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները եւ կառավարում է դրանք։ Միակ սպառնալիքը մնացել են ընդդիմության 3 ուժերը։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ Ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ։ Ու իրանց շոշափուկների եւ մետաստազների ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այս օրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է։ Մինչ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի բոլոր արտաքին անվտանգային սպառնալիքները հաղթահարված են եւ հիմնական վտանգը տեսնում է խորհրդարանական ընդդիմության մեջ, Թուրքիայի իշխանության գլխավոր դաշնակիցներից մեկը բաց տեքստով խոսում է տարածաշրջանում Անկարայի երկարաժամկետ նկրտումների մասին։ Եթե Փաշինյանի համար այսօր սպառնալիք են Արցախի դրոշները, Ղարաբաղյան շարժման շարունակության մասին հայտարարությունները եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ապա Թուրքիայում այդ ընթացքում քննարկում են ոչ թե խաղաղության, այլ թուրանական միջանցքի գաղափարը։ Անկարայում Թուրքիայի ազգայնական շարժման առաջնորդ Դևլետ Բահչելին հայտարարում է, որ իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը պետք է կոչել իր իրական անունով՝ թուրանական միջանցք։ Նրա խոսքով այդ ճանապարհը պետք է կարծը կապի մինչև Թուրքեստան եւ դառնա թուրքական աշխարհի վերամիավորման առանցքը։ Իրերը հարկավոր է կոչել իրենց անունով։ Զանգեզուրի միջանցքն իրականում թուրանական միջանցքն է։ Երբ այն բացվի, թուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի։ Եթե Երևանը խելամտություն ցուցաբերի եւ ազնվորեն մասնակցի տարածաշրջանային համագործակցությանը, թուրանական միջանցքից օգուտներ կխաղեն ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև Հայաստանը։ Հակառակ դեպքում այդ երկիրը կարող է մսխել վաղվա օրվա հնարավորությունը, անցյալի կորսված երազանքներից կառչած մնալով։ Մինչ Անկարայում բաց տեքստով խոսում են թուրանական միջանցքի մասին, Բաքուն ակտիվ աշխատանք է տանում Վաշինգտոնի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Աբրահամ Համադեին, այն կոնգրեսականին, որը նախաձեռնել է Ադրբեջանի նկատմամբ դեռևս 90-ականներին կիրառված 907-րդ հոդվածի սահմանափակումները չեղյալ համարելու օրինագիծը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ Ալիևը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները իր գնահատմամբ հաջող զարգացում են ապրում։ Ուշագրավ է, որ կողմերը քննարկել են նաև թրիփ միջանցքի ստեղծման հեռանկարները, այն ներկայացնելով որպես տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման նախագիծ։ Սակայն այստեղ հետաքրքիր նրբություն կա։ Թրիփը սկզբնապես ներկայացվել է որպես հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը պետք է ապահովի տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը առանց Հայաստանի ինքնիշխան սահմանափակման։ Եվ հենց այդ թրիփ ճանապարհի մի հատվածն է, որ Բաքուն կոչում է Զանգեզուրի միջանցք։ Սակայն Բաքվի համար այսօր ոչ պակաս կարևոր է մեկ այլ հարց։ Արդյոք Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը թույլ կտա իրականացնել Ադրբեջանի գլխավոր նպատակը։ Եթե Թուրքիայում քննարկում են Սյունիքով անցնող ճանապարհների աշխարհաքաղաքական նշանակությունը, իսկ Ալիևը Վաշինգտոնում փորձում է առաջ մղել տարածաշրջանային հաղորդակցությունների իր պատկերացումները, ապա ադրբեջանական փորձագիտական շրջանակներն այս օրերին կետրոնացած են բոլորովին այլ թեմայի վրա՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության։ Թե ինչ են քննարկում Բաքվում Հայաստանի ընտրություններից հետո եւ ինչու է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ թե խաղաղության պայմանագիրը, այլ Հայաստանի սահմանադրությունը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Բաքվում ուշադրության կենտրոնում են, թեև Ադրբեջանը պաշտոնապես դեռ զուսպ հայտարարություններ է անում, ադրբեջանական փորձագիտական եւ մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում է մեկ հարց. արդյոք նոր քաղաքական դասավորությունը հնարավորություն կտա կյանքի կոչել Բաքվի կարևորագույն պահանջներից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ահազանգում են ադրբեջանագետները։
Հարցազրույցներից մեկում Տաթևիկ Հայրապետյանը նշել էր, որ կան քննարկումներ, որ գուցե արևմուտքից փորձեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ մոռանան սահմանադրության փոփոխության մասին, բայց ըստ քննարկումների ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան։ Ադրբեջանական կողմը հոյակապ ուսումնասիրել է մեր բոլոր ընթացակարգերը։ Նրանք շատ մեծ հույսեր ունեին ու ընտրություններից առաջ էլ տարածում էին, թե Փաշինյանը բացարձակ մեծամասնություն է հավաքելու։ Այդուհանդերձ դա տեղի չունեցավ, նույնիսկ ԲՀԿ-ի մանդատների փաստացի գողությունից հետո ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ հանրաքվե անցկացնելու համար առաջին հերթին պետք է այդ օրենքը խորհրդարանում հաստատվի։ Սա Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեմաներից մեկն է, թե ինչպես է Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարողանալու շարունակել իրենց պահանջները բավարարել։ Ըստ ադրբեջանագետի, փորձագիտական մակարդակում ակտիվ քննարկում են ինչ էլ լինի, մենք պահանջելու ենք սահմանադրությունը փոխել։ Այնուամենայնիվ Ադրբեջանում կարծում են, որ սահմանադրական հանրաքվե իրականացնելու կամ համապատասխան իրավական լուծումներ գտնելու հնար կգտնի իշխանությունը, օգտագործելով կամ քաղաքական կոալիցիաների կամ խորհրդարանական այլ գործիքակազմի ներուժը եւ սպասում են նախ սահմանադրական նոր նախագծի հրապարակմանը, ապա նաեւ որևէ գործիքակազմով հանրաքվե նշանակելու իրականացմանը։ Մինչ Հայաստանի գործող վարչապետն ասում է, սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրություն ունենալը ներքին գործընթաց է, Բաքուն բացահայտ նշում է, պայման է, այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Փորձագետների մի մասը համոզված է, որ Բաքվի համար սա նաև քաղաքական եւ բանակցային գործիք է, որով փորձում է պահպանել ճնշումը Երևանի նկատմամբ, նույնիսկ խաղաղության գործընթացի նոր փուլում։ Այստեղ ոչ այնքան իրավական խնդիր է, որքան բարոյահոգեբանական ու քաղաքական դաշտում Հայաստանն ու հայ հանրությանը նսեմացնելու խնդիրը։ Այսինքն մի պետություն մեզ հետ իրագործած ագրեսիվ ու ցեղասպանական գործողություններից հետո ասում է, որ ինքն է որոշելու, թե մենք ինչպիսի սահմանադրություն պետք է ունենանք։ Ուզում են փորձել այնպես անել, որ մի ամբողջ հանրության համոզեն գնալ ընտրատեղամաս ու Ալիևի օգտին, Ալիևի սահմանադրության ու հանրաքվեի օգտին քվե տալ, հավանաբար պատերազմի կամ այլ սպառնալիքների ներքո։ Այսպիսի ռումբ դնել հայկական պետության հիմքում միայն Ադրբեջանը կարող էր, ու կարող էր Փաշինյանի օգնությամբ։ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել սահմանադրության փոփոխության իր պահանջից։ Դիանա Կարապետյանի խոսքով, Բաքուն անժամկետ հետաձգում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունը, մինչև գործող իշխանությունը կընտրի միջոց սահմանադրական մեծամասնություն ապահովելու եւ սահմանադրությունը փոխելու։ Իսկ դրան զուգահեռ ճնշման այլ մեխանիզմներ է գործածում։ Դրա վառապացույցն է վաղը Նախիջևանում, մասնավորապես Օրդուբադում մեկնարկող վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով այս կեղծ նարատիվի 3-րդ փառատոն կոնգրեսը, եւ որի ընթացքում ծրագրվում է ներկայացնել տարատեսակ զեկույցներ, թե ինչպես են իրենք տեսնում այսպես կոչված փախստականների վերադարձի հեռանկարները, եւ պետք է սպասել եւ տեսնել, թե այդ ֆորումի շրջանակներում Բաքուն ինչ է պատրաստել մեզ համար։ Բաքվի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Երևանի ներքաղաքական զարգացումների վրա։ Փորձագետների գնահատմամբ սա արդեն ոչ միայն իրավական, այլև շարունակվող քաղաքական ճնշման գործիք է։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ իշխանությունը խոսում է տարածաշրջանային հաղորդակցությունների նոր հնարավորություններից եւ տնտեսական զարգացման հեռանկարներից, Հայաստանի գլխավոր առևտրային ուղիներից մեկում արդեն գրեթե 3 շաբաթ է կաթվածահար վիճակ է։ Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթեր են կուտակվել։ Ռուսաստանից Հայաստան վերադարձող հարյուրավոր բեռնատարներ օրերով չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանը։ Վարորդների փոխանցմամբ իրավիճակը դարձել է քաոսային։ Հերթագրման համակարգում ազատ կտրոններ գրեթե չկան, իսկ ռուսական կողմը օրական սահմանափակ թվով բեռնատարներ է բաց թողնում, ինչի հետևանքով հարյուրավոր մեքենաներ շարունակում են մնալ ճանապարհին։ Խնդիրը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Ռոսելխոզնաձորը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Խոսքը լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի, կերասի, ծիրանի, դեղցի, խաղողի եւ այլ ապրանքների մասին է։ Արդյունքում տուժում են ոչ միայն բեռնափոխադրողները, այլև գյուղացիներն ու արտահանողները, որոնց արտադրանքը սեզոնի ամենաթեժ շրջանում կանգնել է սահմանին կամ կորցնում է իրացման շուկաները։ Թեպետ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում, իսկ արտահանողները փորձում են փոխարինել ռուսական ուղղությունը Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի երկրներով, պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ կորցրած ծավալներն ու նոր շուկաների հնարավորությունները դեռևս տարբեր հարթություններում են։
Ինչ պատկեր է ստացվում, երբ քաղաքական հայտարարությունները համեմատում ենք արտահանման իրական թվերի հետ, եւ արդյոք նոր շուկաները կարող են փոխարինել կորցրած հիմնական շուկային, դիտենք ռեպորտաժը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա։ Բիբարին ու վարդին կառավարությունը տեր է կանգնում ոչ թե սեփական գրպանից, այլ պետական բյուջեից ձևավորված քաղաքացիների եւ բիզնեսի հարկերով։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն է առաջանում, որքանով է պետությունը կարողանում իրականում աջակցել այն արտադրողների, որոնց ապրանքը ջերմոցից դուրս գալուց հետո ստիպված է վաճառվել շուկայականից շատ ավելի էժան։ Ամբողջական կոմպենսացիոն իհարկե չի կարող տեղի ունենալ եւ առհասարակ ռուսական շուկան հայկական ապրանքները գնում էր առանց մեծ ուղումների, այսինքն ստանդարտիզացիա եւ այլ ոչ տարիֆային սահմանափակումների խնդիր չկար։ Սակայն այս պայծրությամբ մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը շատ նպատակաուղղված է, որպեսզի գոնե այս փուլում կարճաժամկետ Ռուսաստանի հետ մրցակցությունում շահի։ Սուբսիդավորումը կարող է լինել ժամանակավոր, հակաճգնաժամային միջոց, բայց չի կարող երկարաժամկետ փոխարինել կորցրած շուկաներին, որևէ պետություն չի կարող անվերջ բյուջեի հաշվին փոխհատուցել արտաքին շուկաների կորուստը։ Ընդ որում տրվելու փոխհատուցումներ արդեն ճանապարհ ընկած եւ հետ վերադարձած պրոդուկտների համար ոչ թե նոր աճողների եւ հիմա ընդհանրենք աճի ընթացքում գտնվող պրոդուկտների։ Սա նշանակում է, որ այս փոխհատուցումները միանգամյա ակտ են, դրանք չեն կարող մշտական շարունակվել։ Արդյոք այն նոր շուկաները, որոնց մասին խոսում է կառավարությունը, իրականում կարող են փոխարինել հիմնական շուկային, որը Հայաստանը ըստ էության կորցրեց միջև նոր ուղղությունների ձևավորումը։ Պաշտոնական տվյալներով վերջին շաբաթներին հայկական ծաղիկներն արտահանվել են Նիդերլանդներ, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Ուկրաինա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ մոտ 961,000 հատ ծավալով։ Սակայն այս թիվը համեմատության մեջ այլ պատկեր է ցույց տալիս։ Ռուսական կողմի տվյալներով միջև սահմանափակումները միայն Ռուսաստանի շուկա էր մատակարարվել ավելի քան 96 միլիոն ծաղիկ, այսինքն նոր ուղղությունների ծավալը կազմում է նախկին շուկայի մոտ 1%։ Լատվիայում եւ Ուկրաինայում այդ գործարքները տապալվել են։ Լատվիան ինքը առանց խնդրի Նիդերլանդերից բերում է այդ նույն ապրանքը, որը որ Նիդերլանդերում չի մշակված, որը որ կարող է Նիդերլանդերում մշակվելու բարեկամ թանձիններ։ Նիդերլանդերում իրեն գնում են կոնկրետ նույն Լատվիան, Եթովպիայում, Քենիայում եւ Տանզանիայում աճեցրած վարդերը։ 2025 թվականի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ միայն հունվար-օգոստոսին Ռուսաստան է արտահանվել մոտ 73,000 տոննա միրգ եւ բանջարեղեն, իսկ մի շարք ապրանքների դեպքում կախվածությունը եղել է գրեթե ամբողջական, օրինակ լոլիկի մոտ 6300 տոննա արտահանման գրեթե ամբողջ ծավալը գնացել է Ռուսաստան, իսկ ծիրանի, դեղցի, սալորի եւ կերասի արտահանումը կազմել է մոտ 22,9 միլիոն դոլար։ Այսինքն արտադրական շղթան հիմնականում աշխատել է մեկ խոշոր շուկայի վրա կայուն պահանջարկով եւ կանխատեսելիությամբ։ Այս ֆոնին կառավարությունը հայտարարում է նոր արտահանման ուղղությունների մասին՝ Եվրոպա, Ուկրաինա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, սակայն առայժմ խոսքը հիմնականում փոքր կամ փորձնական խմբաքանակների մասին է։ Սա բերում է հիմնական հարցին՝ արդյոք նոր ուղղությունները իրականում կարող են փոխարինել նախկին ծավալներին, թե դեռ ձևավորման փուլում գտնվող շուկաներ են, որոնք չեն համեմատվում նախկին պահանջարկի հետ։ Եվրոպայում հայկական ծիրանը գիտեք ինչ չի հայտնվելու, որովհետև Եվրոպական միության անդամ Իսպանիան, Ֆրանսիան, Ֆրանսիայի հարավը, Իտալիան եւ Հունաստանը ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց գյուղատնտեսական ապրանքների նոր մրցակից եվրոպական շուկայում չհայտնվի։ Տնտեսագետների գնահատմամբ խնդիրը այստեղ եվրոպական կամ այլ շուկաները չեն, խնդիրը այն է, որ նոր շուկաները պետք է ձևավորված լինեին միջև հին շուկայի կորուստը։ Այս շրջանների գյուղատնտեսական արտադրողները, ֆերմերները եւ խոշոր արտադրողներ գյուղատնտեսական իրենց կառավարությանը կքերթեն, եթե իրենց արտադրած եւ իրենց շուկա մեծող արտադրանքին որևէ մեկը Եվրոպական միությունից դուրս փորձի խանգարել։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել այս լուսանկարը, որն արված է Ֆրանսիայում։ Այն ակտիվորեն տարածվում է որպես օրինակ, թե հայկական արտադրանքը արդեն հասել է եվրոպական շուկաներ։ Սակայն այսպիսի պատկերները ինքնին դեռ չեն խոսում արտահանման ծավալների մասին։ Շատ դեպքերում դրանք կարող են լինել նաև անձնական ուղևորությունների ընթացքում ձեռք բերված շշեր կամ պարզապես նվերներ, որոնք որևէ կապ չունեն կայուն առևտրային մատակարարումների հետ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։ Տեղեկությունը մեծ զրույցում հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ ԿԸՀ-ն նրան անձեռնմխելիությունից զրկելու որոշում էր կայացրել։ Մինչ տնտեսվարողները արտահանման շուկաներ են որոնում, յուղերում մարդիկ բախվել են նաև բոլորովին այլ խնդրի։ Արարատի մարզի մի շարք համայնքներում այս տարի այգեգործները ստիպված են պայքարել ոչ միայն շոգի, ջրի կամ շուկայի խնդիրների, այլև վնասատուների աննախադեպ տարածման դեմ։ Բնակիչների խոսքով մլակներն այս տարի բառացիորեն գրոհել են այգիները։ Օրեր շարունակ իրականացվող մշակումներն էլ հաճախ արդյունք չեն տալիս։ Իսկ ծառերի տերևներն արդեն սկսում են վնասվել։ Ինչպես են Ավշարում փորձում պաշտպանել այգիները բնության այս անսպասելի հարձակումից, Սեդա Գյուրեխյանն է պատմում։ Էլ դեղ չմնաց սրսկեցինք։ Ինչ ձևի թույն ասած տվել ենք, չի օգնում։ Ավշարեցի Ավետիք Պապը օրվա մեծ մասն այգում է անցկացնում, տնկում է բույսեր, ջրում, խնամում։ Այգեգործությամբ չնայած պատկառելի տարիքին հաճույքով է զբաղվում, բայց այս տարի բնության դեմ է պայքարում։ Չկա տարածաշրջանում մի գյուղ, որ մլակները, այգիները պատած չլինեն։ Մոտ մի 1000 հատ բույս եմ դրել, 1000 հատ բույսի մնացել է, ասենց ոչ կարող ենք օգտվենք, ոչ մի բան չեն կարողանում անել։ Շրջում ենք Պապի հետ այգում, հերթով ցույց է տալիս ծառերը, թափահարում ճյուղերը, հազարավոր մլակներ օդ են բարձրանում։ Մլակները, բոլոր ոչիլները, ինչ անում ենք, դեմը չեն կարող անել, որտեղ սրսկում ենք էլ չի օգնում։ Սաղարթի վրա տեսանելի է յուղոտ հետքը, որ թողնում են վնասատու միջատները։ Բացատրում է, նրանք քաշում են ծառերի հյութը, ինչի պատճառով տերևները ոլորվում են, թուլանում ու սկսում թափվել։ Տեղի ազդեցությունը 1-2 օր է, մտահոգ ասում է Ավշարի բնակիչը։ Այգի մտնել չի կարողանում, որ անգամ դեղ տա։ Ցերեկվա ժամերին շոգն է խանգարում, երեկոյան ժամերին այգի մտնել չի լինում։ Մտնել տալիս է, вообще չեն կարող։ Մենա վարունգները, զվանը լրիվ դենց մլակները շարքից անել են։ Ամեն տարի էլ լինում են մլակներ, բայց այս տարի չափն անց է։ Տարին անձրևային էր, ենթադրում է դա է նման գրոհի պատճառը։ Թեև խնդրին այս պահին լուծում չի կարող տալ եւ դա խանգարում է իր ամենասիրելի գործով զբաղվել, հումորի զգացումը չի կորցնում։ Կես լուրջ, կես կատակ ասում է՝ բերաններդ բաց, հանկարծ չքայլեք։ Սեդա Գյուրեխյան, Էդիկ Բալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հաջորդ պատմությունը մի թաղամասից է, որը շատերը համարում են քաղաքի ամենաբարեկեցիկ հատվածներից մեկը։ Ձոր 2 տարիների ընթացքում դարձել է նոր առանձնատների, թանկարժեք շինությունների և ակտիվ կառուցապատման կենտրոն, բայց բնակիչներն ասում են, արտաքին պատկերն ու իրականությունը հաճախ իրար հետ կապ չունեն։ Փոշի, փոսեր, տարիներով չլուծված կոմունալ խնդիրներ և ճանապարհներ, որոնք բնակիչների խոսքով նույնիսկ ընտրությունից առաջ արված կոսմետիկ միջամտությունից հետո երկար չդիմացան։ Ինչու են էլիտար համարվող թաղամասի բնակիչները շարունակում պայքարել ամենատարրական պայմանների համար, Անահիտ Սաքսյանի ռեպորտաժում։ Դեռևս 2000-ից 2001 թվականներին կազմավորված, երբեմնի ծայրամասային, իսկ հիմա էլիտար համարվող Ձոր 2 թաղամասը խնդիրների պակաս չունի։ Փոսառատ և փոշառատ փողոցներ, ջրագիծ, որին այդպես էլ վեոլյա ջուրը տեր չկանգնեց, և էլեկտրականություն, որը բնակիչներն են քաշել։ Ամենաշատը փոսերն են խանգարում, պետք է փրկեր մյուս շինարարությունից քերած ասֆալտը, որը տեղ հասավ ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ, բազմաթիվ դիմումներից հետո։ Փոսերը փակվեցին, բայց շատ կարճ ժամանակով։ Ամսի 1-ն էր, թե 2-ն էր, ամսի 1-ին 2-ին եկան 15 րոպեով, այդ փոսերը թեթև իրանց արևին վերանորոգեցին, դրանից հետո 3 օր հետո լավ սելավ անձրև եկավ, էդի քշես տարավ, այդ փոսերը դաժե ավելի մեծացան։ Ասում են մեծահարուստների թաղամաս է, շինարարությունն էլ եռում է, նոր տներ են սարքում, բայց չգիտեն, թե ինչերի միջով են անցել այստեղ լիարժեք ապրելու պայմաններ ստեղծելու համար։ Նույնիսկ ջրագիծն են իրենց հաշվին անցկացրել, ասում է թաղամասի առաջին բնակիչներից Գևորգ Պապիկը։ Առ այսօր մենք այդ գծերը, այդ կոմունիկացիաները, սպասարկումը, ամեն ինչը վթար կլինի, ինչ կլինի, բոլորը կատարվում է մեր միջոցներով։ Ասֆալտապատման հարցն էլ են բնակիչները փորձել իրենց անձնական միջոցներով լուծել, սակայն շինարարության, հատկապես ծանր մեքենաների հոսքի պատճառով ասֆալտը սկսեց քայքայվել։ Դիմել են և թաղապետարան, և քաղաքապետարան, սակայն անօգուտ։ Ասենք ջրագիծը եթե վթարի է ենթարկվում, մենք մեր ուժերով վիոլան մոտիկ չի գալիս, ասում են դուք սեփական
ձեր միջոցներով եք քաշել, դուք էլ պետք է վերանորոգեք։ Նույնը նաև էլեկտրականությունը, այսինքն ինչ էստեղ կատարվում է մեր միջոցներով, մեր ուժերով, հələ որ սարքվել ենք, ասենք վերանորոգում, հələ գալիս են ասում են ձեզով է թույլ տվել քանդեք, ջրագիծը վթարվել է, քանդում ենք, գալիս են ասում են բանը վթարը ով է թույլ տվել վերացնեք։ Այլ դուք եկեք վերացրեք։ Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ են լցրել Ձորերկու թաղամասի փոսերը։ Աղացած ասֆալտն են բերել, շաղ տվել։ Բնակիչները պատրաստ են որոշ մասն իրենք վճարել, միայն թե օժանդակեն թաղապետարանն ու քաղաքապետարանը, որպեսզի այս փոշին ու փոսերը վերանան իրենց շրջակայքից, թե չէ, ինչպես ասում են, բողոքական չեն։ Բողոքական չենք, էլի, ստեղի ժողովուրդը բողոքական չի։ Ուղղակի բանը, ինչ որ մի բանը օգնեն։ Այ հիմա այս ասֆալտը մենք ի վիճակի չենք, այսքան ասֆալտը նորից գոնե այդ փոսալցումները կատարվի, մենք շատ գոհ կլինենք, ասենց ասեմ, էլի։ Եվ Վիոլա ջրին, եթե հնարավոր է, ասենք, Վիոլան այս մեր սպասարկումը վերցներ իր բալանսին։ Ոնց որ իմ ավակընկեր իմ հարևանն ասեց, բողոքավոր չենք, պրոստը հարցը կայանում է նրանում, որ ստեղի գույքարկերը բավականի մեծ են, 1.800.000, 1.200.000, 1.300.000 Մի դայբոք, որ հանգարց չես վճարում դրանք, ընկնում ես լուրջ պրոբլեմների առաջ պետության հետ, այսինքն այդ գույքարկը չվճարելու դեպքում։ Բայց թե մարդիկ չկան, որ չեն վճարում։ Բոլորն է պարտաճանաչ ձևով վճարում են, հիմա մեր ասածն է, որ այս վիճակը կարգավորվի էլի։ Սակայն մեկ է, զրուցակիցները սրտնեղում են, նույնիսկ հարևանի տուն հյուր գնալն է խնդիր։ Ոչ մեկի տունը չես կարա գնաս, ասենք լուսամուտները բացելի մի կտոր հաց ուտեն կամ հյուր ա գնում են գալիս են։ Այս փոշին սաղ լցվում է բերանդ, այն կոմից սկսած, մինչև վերջ ու սկսած վերևից, կենտրոնական փողոցից, որ իջնում եք։ Շատ անտեր վիճակ է, տպավորությունը, թե քաղաքից դուրս լքված մի վայր է, ասում են բնակիչները։ Փոշու, անբարեկարգ փողոցների մեջ կորած։ Մեկը չէ, երկուսը չէ, բոլորն են նույն խնդրի առաջ կանգնած։ Պատուհան բացելը հանցագործություն է։ Հիմա լավ, ընդունենք այսքան տեղը շինարարությունն է։ Ընդ շինարարություն չի։ Այս մեկը, այս կարմիր տունը որ կա, էլի մեր ընկերն է, մեր հարևանն է, լավ ազնվորությունն է, չի կարում դուր լուսամուտ բացի, բացարձակապես չի լմ։ Մեր տունը, այն տունն է, էլի չեն կարա բացենք, չի ստացվի, էլի դա շոկ է, մի ամեն մարդ չունի կանդիցաներ։ Տունը 30 աստիճանին նստում ես, գրիլ ես դառնում, կլի տենց բան, չի լինի։ Բնակիչները հույս ունեն, որ գոնե այս անգամ իրենց խոսքը տեղ կհասնի, թաղամասը վերջապես կսկսի շնչել, իսկ բնակիչները ապրել արդեն առանց տարիներ շարունակ անհանգստացնող խնդիրների։ Բնակիչների խնդրանքը եւս մեկ անգամ փոխանցեցինք թաղապետարան ու քաղաքապետարան, թե երբ պատասխան կստանանք, հայտնի չէ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ հասարակական տրանսպորտի վճարման նոր համակարգը կարգուկանոն է բերում Երևան։ Սակայն քաղաքացիների մի մասը պարբերաբար բախվում է մեկ այլ իրականության՝ չաշխատող վալիդատորներ, անսարք համակարգեր ու դրանց հետևանքով տուգանքներ։ Երեք նման իրավիճակում հայտնվել է նաև իմ գործընկերը, որը պնդում է, որ 3 անգամ փորձել է վճարել ուղևորցը, սակայն վալիդատորը չի աշխատել, չնայած դրան տուգանվել է։ Անին այս պահին իմ տաղավարում է։ Ողջույն Անի նորից։ Պաստորեն, դու երեք դարձել ես այն իրավիճակի զոհը, որի մասին մի քանի ամիս է մենք որպես լրատվամիջոց լուսաբանում ենք։ Խնդրում եմ ներկայացրու ինչպես է պատահել դեպքը։ 397 համարի ավտոբուսով փորձում էի տուն հասնել, մտա շարժակազմ եւ փորձեցի իմ քարտով վճարում իրականացնել, մոտեցրեցի քարտը վալիդատորին 3 անգամ, 2 անգամը հետևի մուտքում էլ կա, չէ, այդ վալիդատորը եւ դիմացի հատվածում կա, 2 անգամ այդ հետևի մուտքից հա, փորձեցի վալիդատորը վճարումը իրականացնել, բայց կարմիր նշան եւ այն հայտնի ձայնը եկավ, նստեցի տեղս, բայց մի րոպե անց երևի վարորդը խնդրեց մեկ անգամ էլ փորձել արդեն իր կողքին դրված վալիդատորով։ Այդ անգամ էլ փորձեցի, բայց նույն պատկերն էր։ Ուզում եմ տեղեկացնել մեր հետևորդներին, որ քարտի մեջ կար գումար, իսկ Telcel Wallet-ը չէր աշխատում, խափանվել էր, որպեսզի այլ ձևով վճարեի, իսկ ավտոբուսը արդեն շարժվում էր, ես էլ ուզում էի տուն հասնել։ Այդպես այլ
հնարավորություն չկար, որպեսզի վճարումը իրականացնեի։ Մի քանի կանգառ անց ներս մտավ հսկիչը, ներկայացավ որպես առաջին կարգի մասնագետ Հովանես Սմբատյան, ասաց, որ պետք է բոլորի քարտերը ստուգի հասկանալու ով է վճարել, ով չի վճարել։ Երբ մոտեցավ ինձ, ես ասացի, որ ես չեմ վճարել, որովհետև այս խնդրին եմ բախվել։ Սկսեց ավելի կոպիտ խոսել, սկզբից վերցրեց քարտս, չգիտեմ ինչ սարքով, ինչ արեց, իմ հարցերին ինքը չէր արձագանքում, այնուհետև անձը հաստատող փաստաթուղթ ուզեց, նույնականացրեց եւ սարքից հանեց երկար չեկը, դա տուգանքի կտրոններ, այսպես ասած։ Ես ուզում եմ հասկանալ, հարցեր եմ ուղղում իրեն, իմ հրապարակած տեսանյութում էլ երևում է, որ ես հարցնում եմ ինչու եք տուգանում, եթե ես մի քանի անգամ փորձել եմ վճարումը կատարել, բայց չի ստացվել։ Որևէ արձագանք, պատասխան չի լինում։ Այսինքն հատուկ ձեզ համար էր բարձրացել ավտոբուս հսկիչը, թե չեմ կարող պատահականություններ։ Չեմ կարծում հատուկ ինձ համար, երևի եկել էր հերթական ստուգումն իրականացնելու, բայց ես իրեն նախքան ինձ ստուգանելը, նախքան այդ նույնականացում եւ այլն անցկացնելը, ես չեմ թաքցրել, որ չեմ վճարել, որովհետեւ ակնհայտ ինձնից չէր խնդիրը։ Վալիդատորը չէր գործում, իսկ այն համակարգը, որը իրենք կոչել են Telcel Wallet, կարողանում ենք on-line վճարում կատարել, չէր գործում։ Ինչ պետք է անի քաղաքացին այս դեպքում։ Ու իրականում սա ինձ համար որպես լրագրողի հնարավորություն էր, որպեսզի ավելի մոտ, այսպես ասած, ծանոթանայի խնդրին, որը ըստ իս համակարգային է։ Իսկ ուղևորներն ինչպես արձագանքեցին։ Ուղևորներից մի քանիսը ասացին՝ մի տուգանեք, մենք կարող ենք վճարել իր փոխարեն, անգամ մի ուղևոր վճարեց, ասաց, որ տեսեք, վճարում եմ, ինչու եք տուգանում, բայց դա արդեն տուգանքի կտրոնը ինձ էր տվել։ Մեկ այլ քաղաքացու մոտեցավ, 10,000 դրամ էր։ Մեկ այլ քաղաքացու մոտեցավ, ասաց, որ քարտը տվեք, բայց քաղաքացին չտվեց, ասաց դուք ունեք տեսախցիկներ ավտոբուսում, քանի որ ինձ արդեն տուգանել էր, նրանք էլ երևի մտավախություններ ունեին, բայց վճարել էին, ինձ հետ մտան ավտոբուս։ Ասացին, որ տեսախցիկներ ունեք, կարող եք գնալ եւ ստուգել։ Ինչու եք մեզ այստեղ անհանգստացնում, այդպես էլ քարտը չտվեց իրեն։ Անի, այսինքն եթե դու քո անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրեիր, չէին կարողանալու տուգանել։ Փաստոցի այդպես է ստացվում, այո, բայց ախր հիմք էլ չկար տուգանելու, որովհետև ես նախքան իր որևէ քայլ իրականացնելը նշում եմ ինչու չեմ տուգանել ու նաև այստեղ վարորդը կանգառում կանգնեցրեց ավտոբուսը, եկավ, ասաց, որ ինչ հերթականությամբ, քանի անգամ եմ ես փորձել վճարում կատարել, չեմ խուսափել, բայց դե որևէ փոփոխություն չեղավ։ Իսկ պատճառաբանությունը օրենքից է մեջբերումներ անում, ինչ հարց տալիս ենք նույն օրենքից մեջբերում է վարչական օրենսգրքի, այսինչ հոդվածով, այդպես անգիր արած տեքստ։ Իսկ տեղում որևէ այլ տարբերակ վճարելու չառաջարկվեց։ Չէ։ Եթե իրենց հավելվածը չի գործում, այլ տարբերակը դա է, իսկ վալիդատորին մոտեցնելիս կարմիր ազդանշան է ցույց տալիս, ինչ պետք է անի քաղաքացին։ Ու այս հարցերի Այս միջադեպից հետո մի շարք հարցեր ինձ մոտ առաջացան, թե Telcel-ին ուղված, թե քաղաքապետարանին, ու սկսեցի, այսպես ասած, հարցերի խումբ հավաքել եւ տրամադրել հերթով իրենց։ Այս ընթացքում դեռ Այսինքն դիմել եք քաղաքապետարան։ Քաղաքապետարանի ներկայացուցչին եմ այո դիմել եւ մի քանի հստակ հարց եմ ուղղել, եթե օրինակ քաղաքացին մոտենում է վալիդատորին, գումար չունեցող քարտով փորձում է վճարում կատարել եւ հաստատում է կանաչ գույնով։ Ինչ պետք է անի քաղաքացին այս դեպքում։ Ինչու է վալիդատորը հաստատում իր վճարումը, եթե քարտի մեջ գումար չկա։ Երկրորդ հարցը, եթե քարտի մեջ կա գումար, քաղաքացին մոտենում է, փորձում է վճարումը կատարել, բայց կարմիր ազդանշանը ցույց է տալիս, որ չի հաջողվել այդ քաղաքացուն ուղևորին, ինքը չի վճարում։ Ինչու է այդպես։ Այսինքն երկու դեպքում էլ համակարգն է, որ ճիշտ չի գործում։ Մի դեպքում քաղաքացին առանց գումարի է վճարումը կատարում, իսկ մի դեպքում գումար ունեցող քաղաքացին չի կարողանում վճարել։ Մի քանի անգամ նաև ես ականատես եմ եղել, երբ տարեցները փորձում են վճարել եւ սարքը կրկին չի ընդունում, վարորդը հուշում է, որ քարտի հետ է խնդիրը եւ եթե թոշակի քարտ է օրինակ, բանկին պիտի դիմեն եւ բանկը ակտիվացնի Wi-Fi-ի հատվածը, որով կկարողանան վճարել։ Բայց շատերը ասում են, որ արդեն դիմել են, արդեն ակտիվացրել են, բայց դարձյալ չի անցնում քարտը ու թոշակառուներն են տուգանվում։
Ձեր հարցերի շարքին կարող եք դա ավելացնել։ Այո, ու նաև այստեղ մի հարց է, որ այսպես շատ է անհանգստացնում։ Ասում են կա միասնական համակարգ, չէ՞։ Քաղաքացին ընդամենը պետք է քարտը մոտեցնի, վճարումը կատարի եւ գնա։ Ինչու մենք դա չենք տեսնում։ Ինչու պետք է օրինակ անհիմն տուգանքի պատճառով ես հիմա ընթացակարգերով պետք է անցնեմ, մինչև կամ իրենք կհաստատեն, որ օրինակ անսարքության հետևանք է տուգանքը, կամ էլ չեն հաստատի։ Նաև այստեղ մեկ այլ հարց։ Իսկ ես ինչպես իմանամ, որ դա այդ ամեն ինչը արդար է իրականացվելու, որովհետև ես չունեմ գործիքակազմ այնտեղ ուսումնասիրություն անցկացնելու։ Չեն կարող օրինակ նաև այսպիսի առաջարկ եմ հնչեցրել քաղաքապետարանի ներկայացուցչի հետ խոսելիս, չեն կարող, երբ որ օրինակ անբավարար միջոցի պատճառով է, որ քաղաքացին չի կարողանում վճարել, այնտեղ վալիդատորի վրա դա գրվի։ Երբ որ անսարքության հետևանքով է, դա գրվի։ Այլապես իրենք կարող են որոշում կայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Այսինքն մենք վերահսկելու որևէ մեխանիզմ քաղաքացիներս չունենք, անգամ իրենց համար փաստ չէ մեր հեռախոսային հավելվածներում ելքերի այդ սկրինները, այսպես ասած, որ մենք կարող ենք ներկայացնել։ Իսկ դու ներկայացրել ես։ Դեռևս չէ, այսօր խոսել եմ, հասկացել եմ, թե որ կայքով, ինչ դիմում պետք է ներկայացնեմ, ինչ պետք է գրեմ։ Այսինքն պատրաստվում եք բողոքարկել։ Այո, պետք է բողոքարկեմ, որովհետև ակնհայտ իրենց սարքի անսարքության հետևանք է։ Ու նաև այս խնդիրը բարձրաձայնելուց հետո տասնյակ քաղաքացիներ են ինձ գրել, ասել են, որ նույն խնդրին են բախվել, իրենք էլ են տուգանվել, նաև կային քաղաքացիներ, որ գիտակցել են, որ այս հսկիչի հաջորդ քայլը այդ տուգանքն է լինելու, նույնականացվելու այդպես հաջորդականություն չեն իրականացրել։ Այսինքն անձը հաստատող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Լավ, Անի, հիմա եթե մեզ դիտում են հեռուստադիտողներ, որոնք նույնպես նման խնդրի են բախվել, անարդար տուգանվել են, խնդրում եմ ներկայացնես արդեն քանի որ գիտես ինչ ընթացակարգեր են պետք, ներկայացնես ինչ ընթացակարգերով կարող են բողոքարկել այդ դիմումը։ Պետք է Երևանի քաղաքապետարանի կայք մտնեն, այնտեղ կա դիմումի այսպես ասած օրինակ չէ, այն հատվածը, որտեղ պետք է մուտքագրեն, օրինակ մեյլ եւ այլն, հեռախոսահամար, որ ճշտեն ինչ ում են գրում նամակը, ինչ են անում, որ համարի ավտոբուսում է այդ ամեն ինչի տեղի ունեցել եւ կցեն այն անդորագիրը, որտեղ ցույց է տրվում, որ քաղաքացու քարտից ելքագրվել է գումարը, բայց իրենք էլի տուգանվել են։ Նաև անպայման պետք է վերցնել եւ պահել տուգանքի կտրոնը։ Եթե մենք տուգանքի կտրոնը չենք վերցնում, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք տուգանվել։ Իրենք պետք է ուղարկեն տուն կամ էլեկտրոնային հասցեով են ուղարկելու։ Դա չի ազատում մեզ տուգանքից, սա էլ եմ ուզում, որ մեր հետևորդները իմանան, հասկանան։ Բայց այս պարագայում ես կարծում եմ, որ պետք է բացառել լռելը, հաշտվել է այդ վիճակին։ Մենք եթե չենք բարձրաձայնում, իրենք էլ չեն բարեկարգելու, այսպես ասած, այդ համակարգը։ Ու ելի արդյունքում տուժելու է ուղևորը։ Իսկ եթե բանկային քարտում չկա, չի նշվում, որ արդեն քաշել է, բայց եղել է գումար քարտի մեջ, այդ դեպքում ինչը պիտի կցեն դիմումին։ Չեմ կարող ասել, որովհետև իմ դեպքում այդպիսի խնդիր չի եղել։ Այստեղ այս հարցերն էլ, որ նաև քեզ մոտ են առաջանում, վկայում է, որ համակարգը ճիշտ չի գործում։ Եվ այստեղ ոչ իմ, ոչ քո մատնանշած անձանց օրինակները չեն, որ կարևոր են, այլ այն համակարգը, որը չի գործում եւ որ մենք ուզում ենք գոնե բարձրաձայնված խնդիրներով նպաստել, որ որևէ փոփոխություն լինի, որտեվ այստեղ հարցը այդ տուգանքի չափը եւ այլն չէ։ Իհարկե պետք է լինեն զսպող մեխանիզմներ, կան քաղաքացիներ, որ միտումնավոր, օրինակ քաղաքապետարանի աշխատակիցը նշում է, որ միտումնավոր ինչ որ կտրոններ, պլաստմասե իրեր են մոտեցնում վալիդատորին, ստանում հաստատումը եւ երթևեկում։ Նրանց պետք է բերել օրինական դաշտ, բայց այս դեպքում եւս օրինակը ցույց է տալիս, որ ինչու է վալիդատորը հաստատում օրինակ պլաստմասե իրի QR-ը, հա, ինչու է հաստատում։ Էլի վկայում է, որ չկա այդ համակարգը, չի գործում։ Համակարգը չի գործում, բայց տուգանքը կա ու կա։ Այսինքն դուք տուգանվել եք ոչ թե չվճարելու, այլ վճարել չկարողանալու համար։ Այո։ Անի, քանի որ հարցերը շատ են եւ դրանց չկան պատասխաններ, առաջարկում եմ քո հաջորդ ռեպորտաժը լինի հենց այդ թեմայով։
Այո, կփորձեմ գտնել պատասխանները, որովհետև այստեղ եթե քաղաքապետարանը ավելի հասանելի է Թելսել Վոլեթի ներկայացուցիչների հետ, մենք շատ դժվարությամբ ենք կապ հաստատում, այն հեռախոսահամարները, որոնք առկա են բաց աղբյուրներում, միշտ անպատասխան են մնում։ Ու այս մասին եւս քաղաքացիները բարձրաձայնել են, հենց կանգառում ես որ իջա, իրենք շարունակում էին նշել, որ նմանատիպ դեպքեր իրենց հետ բազմաթիվ են լինում։ Ուղղակի մեկին, այսպես ասած, հաջողվում է չտուգանվել, մյուսին չէ։ Շնորհակալություն Անի, հուսով եմ այդ բոլոր հարցերի պատասխանները հաջորդիվ կդիտեն քո ռեպորտաժում։ Շնորհակալություն Աննա։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցում եմ իմ գործընկեր լրագրող Անի Աբաղյանի հետ։ Այսօր աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը, բուժօգնությանը դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Ըստ առողջապահության նախարարության բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս են գրվել։ Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան լրա հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքի սպառնացող վտանգ առկա չէ, դեպքը տեղի է ունեցել Սասունիկ յուղի մոտակայքում։ Վիրավորներին առաջին օգնություն են հասել քաղաքացիները։ Այսօր էին գնում։ Ես եկանքում եմ սկուսյա չուշներ։ Ես եկինեմ ժողայ արամ, բացան իզեքները Ես ո՞ր հասա։ Չգիտեմ, դուք ես սականատեսն եմ։ Այսօր առավոտյան Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը ենթադրյալ դեպքի վայրից 500 մետր հեռավորության վրա։ Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները քրոջը 13-ամյա աղջնակին գտնելու համար։ Այս պահի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենահրատապ ու կարևոր լուրերը։ Այժմին լրահոսն այսքանն էր, հաջորդ լուրերը ժամը 21-ին է։ Հաջողություն։